Մի հարբեցող կա, հիմա բանտում է կարծեմ, ալկոհոլի խաթեր գիշերը թաքուն մոր ննջասենյակից գողանում է ոսկե ականջողերը, բռնվում է, բայց ասում են ինչքան էլ հարբեցող է, չենք հավատում, որ այդպիսի բան կաներ մոր նկատմամբ։ Որոշ ժամանակ անց իր 4-րդ դասարանի երեխային ծեծում և ձեռքից խլում է ընդմիջման սնունդի փողը 450 դրամ, ասում են, որքան էլ ստոր է, բայց սեփական երեխայից անհավանական է։ Մի անգամ եղբայրն է Եվրոպայից վերադառնում մոտը խոշոր գումար առանձնատուն գնելու համար, գողանում է եղբոր գումարը, բռնվում է, չեն բողոքում, բայց զարմանում են, դաժե նրանից էր անհավատալի, որ եղբորը կթալանի։ Մոտ մի տարի անց մեկ շիշ օղու շուրջ վեճի պատճառով սպանում է ալկա շնկերոջը։ Ու էլի զարմանում են, թե ինչպես կարելի է 700 գրամ օղու համար սպանել։ Այսօր առավոտյան, երբ Նիկոլ Փաշինյանը սրբապիղծ գրառում էր արել եկեղեցականների մասին, շատերը մտնում էին նրա էջ, կասկածելով, թե դաժե Նիկոլը կարող է նման բան անել։ Այդ մարդուց, որ պետություն է հանձնել Թուրքիին, որ պատերազմը չի կանգնեցրել, զոհել է 5000-ին, որ իրեն չասեն դավաճան, որ ավտոյի անիվների տակ սպանել է հղի կնոջը, զարմանում ենք, ոնց կարող էր սենց բան ասել։